Իսկ արդեն Սանրեմոյից սկսած առաջինը Ֆրանսիա ամենը թեև իբր բոլորը դաշնակիցները 19 թվականի մայիսի 23-ից մինչև 30-ը Ֆրանսիան հաղթեց ամենին, Կլեմանսոն հաղթեց Վիլսոնին դիվանագիտական ասպարեզում եւ այդպես արեց, որ նրա երկիրը դարավ համար 2, իսկ ամենը դարավ համար 3, որտեղ գալիս էր Անգլիան, ամենը Ֆրանսիա, այդ օրերից Ֆրանսիան դարավ համար 2 եւ ինչպես նա ոչ թե խլում էր, ոչ թե խանգարում էր Ամերիկային, նա տալիս էր տարածքային առումով շատ ավելի շատ, քան ամենը կարող էր վերցնել ասում էր դու ուզում ես ասենք թե միջերկրական ծովի մի մաս, ես քեզ տալիս եմ ամբողջը, ես քեզ տալիս եմ Սիրիա, ես քեզ տալիս եմ Կիլիկիան, բայց Կլեմանսոն հասկանում էր որպես պրոֆեսիոնալը, որ շատ լավ է, բայց չի կարողանա համաձայնվել Վիլսոնը։ Եվ Վիլսոնը երբ որ ստիպված են նրանից պահանջել են, դու ուրեմն այդ ամենը վերցնում ես որպես լրացուցիչ ու վերցնում ես Արևմտյան Արևելյան Հայաստանը։ Այո, ու ինքը ստիպված էր ասել ոչ։ Ես չեմ կարող նման բան ասել, պետք է գնամ կոնգրեսի թույլտվություն ուզեմ եւ այլն։ Այդ պահից մայիսի 23-ից մինչև 30-ը արդեն բոլոր հարցերը որպես երկրորդ համար որոշում էր Ֆրանսիա։ Եվ ինչ էր անում Ֆրանսիա։ Համար երկրորդ լինելով նա խոսում էր առաջինը, հետո Անգլիան կամ համաձայնվում էր կամ որևէ բան շտկում։ Եթե շտկում էր Ֆրանսիան այլևս չէր վիճում։ Սկզբից ասում էր իր ուզածը բերում էր, հետո այդ ուզածը Անգլիան խմբագրում էր, ու սա մնում էր որպես վերջնական օրինակ։ Իսկ Սանրեմոյի 20 թվականի ապրիլից սկսած Ֆրանսիան արդեն ինքը ինչ է հետաքրքիր, որ բրիտանական զորքը դուրս գնաց Անդրկովկասից, կարծես թե սա պետք է Ֆրանսիային դարձնել համեստ։ Հակառակը Ֆրանսիան սկսեց աշխատել ամբողջ թափով բոլոր եւ Վրաստանում եւ հնարավոր էր Ադրբեջանում, թեև Ադրբեջանը մայիսի 28-ից 20 թվականից խորհրդային էր, արդեն հնարավոր չէր, բայց ինքը արդեն մեծ թափով առանց վախենալու սկսեց աշխատել տարածաշրջանում, նա է դարձել ղեկավար, միայն որ զորք չուներ, բայց տնտեսական գործոնը շատ լավ աշխատում էր, իսկ որպես պատասխան Սանրեմոյում փաստորեն հայկական կողմը գեներալ Հորհանովը ստեղծում էր բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերվում են սահմանին, ոչ այդքան Վիլսոնի հանձնաժողովը։ Վիլսոնի Վեստերմանի հանձնաժողովը կրկնեց այն ինչ որ մշակվեց Սանրեմոյում եւ Հորհանյանի կողմից։ Ֆրանսիան արդեն Ֆրանսիան էր, այո, ձևավորում մեր սահմանը։ Հետաքրքիր է, այսինքն մենք տեսնում ենք, որ ինչքան բազմաշերտ է եղել մեր Հայաստանի մասին քննարկումները